Բարի երեկո բարեկամներ, տևական ժամանակ ինչ չենք հանդիպել, այսօր հանդիպել ենք հրաշալի մի առիթով, Արմեն Դավթյանի նոր թարգմանությունը, վերծանումը շումերական առատային նվիրված վիպերքի շարքից, են մեր քարը և ինսուղ գիրանան, սա առատային նվիրված վիպաշարքից երրորդն է, թվով առաջինը, բայց ընդհանուր առմամբ երրորդը և այնտեղ մնում է մի հատ, չորրորդը։ Խնդրեմ լավ կարծում եմ, որ խոսքեր կասի, լեզվաբան, մշակութաբան, Բրուսովի անվան համալսարանի դասախոս Հրաչիկ Հակոբյանը, խնդրեմ։ Բարի երեկո, հարգելի ունկնդիրներ և ակնդիրներ։ Արմեն Դավթյանը անհավատալի գործեր է անում մի բնագավառում, որ ինքն էլ չի սիրում կոչել թարգմանություն, մի ժամանակ ուրիշ կերպ էր կոչում։ Ու դա իհարկե միայն թարգմանություն չէ, դա նախ և առաջ հայոց լեզվի պատմության վաղնջական, այսպես կոչված շումերական փուլի զուգադրական համեմատությունն է գրաբարից սկսած մինչև մեր օրերը ընկած լեզվական իրողությունների հետ ու անընդհատ աշխատում է ամենատարբեր բառարանների ու հայկական պատմական տեքստերի հետ, որտեղից գտնում է համապատասխան լուսաբանություններ իր բազմաթիվ իմաստները մեկնաբանելու համար։ Ստացվում է, որ դեռ չբոլորած 2 տարվա ընթացքում Դավթյանը ընթերցողի սեղանին դրեց իր իսկ խոսքով ասած Ուրուկի մրցակցությանը նվիրված վիպասանքի 3 գիրք։ Իր կատարած աշխատանքը հեղինակը կոչում է թարգմանություն և ծանոթագրություն։ Սիրով ընդունելով թարգմանությունը, ես կվիճարկեի ծանոթագրությունը, քանի որ ծանոթագրություններից բացի գրքում առկա են բառարան, ընդ որում ստուգաբանական շատ հարուստ բաղադրիչով, բառաձևերի ու բառիմաստների, հաճախ նաև դարձվածքային փոխաբերական իմաստների բազմաշերտ վերլուծություններ, որոնցում բանասերի ու լեզվաբանի մտքի թռիչքը անսահման է։ Սա իսկական գիտական աշխատություն է, կատարված է գիտահետազոտական մանրակրկիտությամբ, պահանջկոտությամբ, անաչառությամբ և հետևողականությամբ։ Եթե կան թեական հանգամանքներ, հեղինակը դրանց վերջնական բնութագրությունը թողնում է ապագային, ներկայացնելով, ինչպես Պարույր Սևակը կասեր, միայն այն, ինչը լիակատար կերպով անց է կացրել իր ծամիչ-քամիչով, այսինքն պատմական լեզվանյութի քննության անհրաժեշտ գիտամեթոդական բազմաթիվ միջոցների գործադրմամբ։ Հեղինակը լավ է գիտակցում, որ ինքը որպես հայ գիտնական առանց այդ էլ խոցելի է ակադեմիական լեզվաբանության շատ լավ կազմակերպված շրջանակների կողմից, որոնք Մովսեսին տված Աստծո պատվիրանների մեջ են կարդացել, որ շումերերեն լեզուն իզոլանտ է, այսինքն չեզոք լեզու է, ոչ մի լեզվաընտանիքի չպատկանող։ Հետաքրքիրն այն է, որ մինչև անցյալ դարի կեսերը լեզվաբանների զգալի մասը ներքուստ և արտաքուստ շումերերենը համարում էր հնդեվրոպական լեզու, սակայն հատկապես Կարստից հետո, որը բացահայտորեն խոսեց հայերենի հետ այդ լեզվի ակնհայտ նույնությունների մասին, ավելի խիստ հնչեցին մեկուսի լինելու մասին տեսակետը։ Դավթյանի 3 տեքստերում էլ արտացոլված են շումերների ընդհանուր էթնիկական, հավատամքային, էպիկական, բանահյուսական, պատմական, գեղարվեստական, բնագիտական ու աստղագիտական բազմաթիվ իրողություններ, սակայն մեզ բոլորիս ավելի շատ հետաքրքրում է հայերեն, շումերերեն լեզուների նույնական լինելու պարզաբանման խնդիրը, որն այսօր Հայաստանում դարձել է լեզվաբան շումերագետ Արմեն Դավթյանի մենաշնորհը։ Սա այն բնագավառն է, որը հետաքրքրում է ոչ միայն մեզ, ճշմարիտ հայագիտության համակիրներին, այլև առավելապես հակահայագետներին, որոնք նման հետազոտությունների հետ ծանոթանալու նպատակ չդնելով, խնդիր ունեն սոցիալական ցանցերում չարախոսելու հայագիտության վերջին նվաճումներն ու դրանց ստեղծողներին։ Այսօր ծանոթանալով Դավթյանի հերթական աշխատությանը, կրկին փաստում ենք, որ այն հիրավի գիտական է։ Նրա աշխատությունները իրենց
բացահայտած համակարգային ընդհանրություններով մեր լեզվի համար շատ ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում, քանի որ դրանց շնորհիվ արկայացվում են հսկայական լեզվական իրողություններ, հաղթահարվում է նախաքրիստոնեական հայերենի վերականգնման անհնարինությունը եւ հայերենի հետ շումերերենի, ինչպես նաեւ հարակից ուժերով բացահայտված ուրարտերենի, հաթերենի, պոլինեզիական ռապանուերենի դրսևորված ընդհանրությունները հնարավորություն են տալիս պայթեցնել մի կողմից հայերենի չստուգաբանված բազմաթիվ արմատների գոյություն, շուրջ 5-6 հազար ենթադրում են, մյուս կողմից հայերենի անհամար փոխառությունների արկայության վարկածների սնանկությունը համարվում է շուրջ 8000-ից ավել հայերեն փոխառություններ օտար լեզուներից։ Այսօր Դավթյանի կատարած շումերերեն հայերեն թարգմանությունների շքերթից հետո մեզ համար որպես նրա գործերը ընթերցողների եւ վերլուծողների միանգամայն պարզ է հայերենի եւ շումերերենի պատմական նույնականության հարցը, որպես նույն լեզվի տարբեր փուլեր։ Այս առումով հատկապես շեփորային էր նրա 111 տողը կամ շումերների երկրագործի ուղեցույցահայերեն հետազոտությունը, որում արկա 260 բառերից 249, այսինքն 94%-ը հայերեն բառեր են։ Հայերենում հայտնաբերված չեն, տեքստում հայտնաբերված չեն այդ տեքստի բառերից միայն 17 բառ։ Դրանք կազմում են բառերի ընդհանուր թվի 6.4%-ը։ Այս 249 հայերեն բառերից բնիկ հնդեվրոպական են համարվում 139, այսինքն հնդեվրոպական են համարվում այն պարագայում, եւ որ ասում են, որ շումերերենը հնդեվրոպականի հետ ոչ մի առնչություն չունի։ Այս փոքր տեքստում համարյա կես հնդեվրոպական է բառերի։ Այսինքն բառերի 56%-ը։ Տեքստում արկա հայերեն բառերից 84-ը հայերենում համարվում էին անհայտ ծագման բառեր, այսինքն այդ 84 բառերը այն 6000 արմատներից են, որը Արմենը միանգամից հայկական շունչ եւ ոգի տվեց դրանց։ Դրանք կազմում են տեքստի հայերեն բառերի 33.7%-ը։ Սա բավականին հարուստ արդյունք է մեկ տեքստի հնարավորությունների դիմաց, եթե անգամ ընդունենք, որ երկրագործության բնագավառը ցանկացած լեզվի բառապաշարի առավել պահպանողական ոլորտն է, եւ այդպիսի խտացված արդյունք երբեմն հնարավոր չէ անգամ ստանալ անգամ գրաբարի եւ արդի հայերենի բառապաշարի հետազոտության արդյունքում, ու եթե չենք կասկածում այդ արդյունքների ստացման ուղիների գիտականության վրա։ Թեև հետազոտության մեջ չկան թվային գնահատականներ, բնութագրություններ, կարծում ենք, որ Վիպերգի հրապարակած 3 հատորներում մենք ունենք ընդհանրությունների ավելի համեստ քանակություն, իհարկե համեմատած այն մյուս գրքի հետ, բայց այնուամենայնիվ նրանք նույնպես գերազանցում են ցանկացած սպասելիք։ Այսօր ձեր ուշադրությանը ներկայացվող աշխատության մեջ կատարված է շումերական Վիպերգի 283 տողի ոսկերչական թարգմանություն, որի մեջ հստակորեն առանձնացված են բազմաթիվ բառեր, որոնց նմանակ համապատասխանությունները հասել են մինչև այսօրվա հայերեն։ Այսինքն դրանք այն բառերն են, որ ես հիմա կթվարկեմ, բոլորը չէ, իհարկե, մի քանի հատ եմ ներկայացնում, որտեղ մենք խնդիր չունենք ամբողջը վերլուծելու։ Այդ բառերը շումերերեն օգտագործողների բերանից եկել հասել են մինչև մեր բերանը, մինչև մեր արևելահայերեն աշխարհաբար։ Ասենք կարդամ իր բանով, չգիտեմ թե չէ, թե հայերենները, ասենք ցայտել։ Հայերենները ասեն, որ իմաստ չունի բանը կրկնել, ցայտել, այսինքն լույսի մասին է սա, լույսը ցայտել։ Խեն, միջև այսօր մեր բարբառներում ասում են խնոք կով, այսինքն կաթը յուղալի է։ Այո, խնոցի արմատն է։ Այնուհետև երև ույթ, երև իր, երևը նաև իրի հետ է կապվում, հերի, հերու, էալ, մեր գրաբարյան էալ լինել բայը և են այսօրվա օժանդակ բայը, ընդ որում նաև էությունը ուրիշ տեղերում, թուրց թրծել, այնուհետև կտավ, հորանալ, միջև հիմա ասում ենք, չէ՞ մարդուն, որ մոռացել է ուրիշների երախտիկները, ասում են հոռացել է։ Նաև հորդ, անձրև, հետո կտավ, հետո այր, առն, առնական եւ այլն։ Գիր, այստեղ գրգիր բառի մեջի գիրն է, այնտեղ հայթել, փնտրել եւ այլն։ Շուկ, գիտենք թե դա ինչ է։ Այնուհետև այս, ուշ, ուշանալ, որոնք շատ հետաքրքիր զուգահեռ է տանում,
ուշը կապելով անցյալ երեկվա հետ, իսկ վաղը կապելով վաղվա հետ։ Այդ երկու ուշը եւ վաղը շատ հետաքրքիր այստեղ հնչում են իրար հետ։ Հոտախ անասունի հետ աշխատող մարդ, որը գիտեք նաև ինչ որ լուծի հետ կապված բաներ ունի, ակն իգի այդ լեզվում շատ չի հեռու։ Տևել, բալ եւ այլն։ Բառարանների օգնությամբ բացահայտված են հայերենի այնպիսի բառեր, որոնք այսօր գործածվում են որևէ բաղադրյալ կառույցում, սակայն չեն գիտակցվում որպես միավոր։ Մենք չգիտենք դա ինչ է նշանակում։ Ինչպես կուր, կերակուր, բարձր որ կուրը նույնպես ուտելիք է նշանակում։ Փառանի, մեզ չի հասել այս բառը, գայլերի ոհմակ։ Սուր, մեզ հասկանալ է որպես զենք, բայց այստեղ նշանակում է պարիսպ, բայց դա հին հայերենում և մեր բառարաններում արձանագրված է։ Իդեպ պիտի ասեմ, որ այսքան մեր կարդացած գրականության մեջ հայ բառուբանի լավագույն գիտակներից մեկը, այսպես ասեմ, Արմենն է, որովհետև չկա բառարան, որ նա չթերթի։ Լինի դա բարբառագիտական, լինի դա մեղրեցու բառարանա, լինեն դա զանազան մեր Մալխասյանց եւ այլն, Աղայան, այնտեղ ակադեմիական եւ այլն եւ այլն։ Այնուհետև կեն միավորը, մենք գիտենք հյուսկեն, ցածկեն, դա նշանակում է նման։ Պրոյք քաջ է նշանակել։ Բացահայտվում են ճանապարհ բառի բաղադրիչները։ Մենք կարծում ենք, որ ճանապարհը միարմատ է։ Ինքը բաղադրում է շումերական արմատներով ճանը եւ պարհը, ընդ որում ճանը երթալն է, իսկ պարհը դա ժամանակային միավոր է, որի ընթացքում ոնց որ ասում են մի ասպարես քշել, մի փարսախ քշել կամ մի օրվա ընթացքում, չէ՞, այդ չինական մետաքսի ճանապարհի մասին որ մենք խոսում ենք, այնտեղ ուրեմն կայարաններ կան, հանգրվաններ կան, որոնք մի օրվա ընթացքից հետո երբ որ արևը մտնում է, գալիս են հասնում են այս հանգրվանին, այսինքն այդ ամբողջ ճանապարհը այդպես պատած է եղել հանգրվաններով եւ փաստորեն այս ճանապարհը ժամանակ եւ տարածություն, հա, այս հարաբերությամբ ստեղծված բառ է։ Ժամանակային միավոր է դա։ Ուրեմն տարտարել, ցրվել իմաստով, մենք չգիտենք այդ իմաստով մենք չենք օգտագործել։ Հերյուրել, մենք գիտենք, որ հորինել, ստել, չէ, բայց ստացվում է, որ դա շինել է նշանակում, ստեղծել, հորինել եւ այլն։ Հոգն մեր հոգնակի բառի, որ ուրիշ ոչ միտեղ չի հանդիպում, ելի նշանակում է բազում, ցամ նշանակել է հոտ, սորակալ նշանակել է ախորապետ, հագ ենալ այդ հագը, որը նշանակել է կումանել, գայր, այսպես կոչել են գյուղական վայրերում պաների մակարդը, որ գցում ես կաթի մեջ եւ նա դառնում է պանիր։ Զոտող, հետազոտող բառի երկրորդ բաղադրիչը։ Սակել նշանակում է սահմանել, որոշել։ Մենք գիտենք սակագին բառը, երևի սա հենց դրա հետ կապված մի բան է։ Սրանք իհարկե եղած բացահայտումների կամ գրքում եղած նյութերի մի փոքր մասն են միայն։ Ինչպես տեսանք, լեզվական նյութը վերլուծվում է արմատ, ածանց, քերականական մասնիկ միավորների հստակ առանձնացման մեթոդաբանությամբ, տարբեր հնչյունական համապատասխանությունների բացահայտմամբ։ Շատ հետաքրքիր է եւ դա ուրարտերենում նույնպես առկա է հայերենի ՄՎԲ հնչյունների փոխարենելիությունը մեկը մյուսով։ Ուրարտերենից մեզ հայտնի է այդ կավուրջ եւ այստեղ կա կավուրջ, ոչ թե կամուրջ, այլ կավուրջ, հետո ՄՎ-ն էլ գիտեք այդտեղ տարբեր բառերում եւ ուրարտերենում էլ դա հանդես է գալիս։ Արդեն հստակորեն ներկայացվում է Զ մասնիկի նախդրային կիրառությունը շումերերենում։ Եվ ի մասնիկի կիրառությունը որպես նախդիր նույնպես, եւ որպես նախդիր, եւ որպես վերջամասնիկ հոլովի եւ այլ երևույթներ։ Զգալի տեղ է հատկացված աստղագիտական մեկնաբանություններին, որոնցով առատ են վիպերգի բոլոր հատորները, ոչ միայն այս, այլև նախորդ երեքը։ Զգալի տեղ է հատկացված, հա, ասացինք, վիպերգին հումորային տրամադրություն ստեղծող հրաշալի բացահայտում է արել
Շումերական տեքստում սագ այնտեղ ես կգամ այդ սագերը կկերակրեմ, հետո ասում եմ դու Հայաստանի նոր այդքան ծորեն, որ դուք այդքան սագերը կերակրեք, այդ մենք միայն կարող ենք կերակրել այդ սագերը։ Այս սագերը որոշակի սիմվոլիկա ունեն, իհարկե, եւ Արմենը հետաքրքիր զուգահեռ է անցկացնում մեր եւ իր պատանեկության ժամանակ, եւ դուք էլ երևի հիշում եք, որ նարդի են խաղում, ասում եմ Ղազագիր ստորագրի այդ իրեն ենթակա ունենալն է։ Ղազ թռչնանվան այլաբանական կիրառության հետ, ինչպես Ղազագիր կամ որ ասում եմ դու իմ Ղազն ես։ Տեսեք, այդպիսի ժողովուրդ 4000-ից ավել տարիներ են անցել։ Եվ մենք նույն ոլորտներում ենք մտածում, նույն միավորների վերացական մտածողության սահմաններում, փոխաբերական մտածողության սահմաններում։ Կարծում ենք, որ Վեբերգի հաջորդ 4-րդ հատորի հրատարակությունից հետո ես ձեր ներկայությամբ պարտավորեցնում եմ, իրեն էլ եմ ասել, 4-րդ հատորն էլ թող հրատարակի, թարգմանի, դա մի քանի ամիս հետո ալեներով ես գիտեմ շատ անհանգիստ մարդ է ինքը։ Պետք է հանդես գա զուտ լեզվաբանական մի հետազոտությամբ, որտեղ այս բոլորը պետք է ամփոփի լեզվաբանորեն, ամենահետևողական կերպով իր կատարած աշխատանքը կներկայացնի պատմահամեմատական լեզվաբանության տեսական եւ գործնական բոլոր սկզբունքների հաշվառմամբ, ներկայացնելով իր կատարած համեմատությունները որպես երկու լեզվահամակարգերի նույնությունն ապացուցող համակարգային համապատասխանություններ, թե որպես կրկնվող եւ կանոնավոր հնչյունային զուգահեռներ, թե հիմնական բառաֆոնդի միավորների համեմատություն, թե քերականական զարգացումների վերականգնում, թե փոխառությունների բացառում, թե ժամանակային խորության համապատասխանություն եւ թե համակարգային համընկնումների քանակ եւ որակ եւ այլ չափանիշներ։ Միայն այս ճանապարհով մենք կարող ենք համաշխարհային լեզվաբանական այդ վիշապին կանգնացնել եւ ցույց տալ մեր անձնագիրը, այսինքն Արմեն Դավթյանի այդ գիրքը կանգար։ Այն Վրաստանում Գորգասալայի արձանը որ կա, այսպես կանգնացրած, ինչ է ասում է բանը կանգարորացի, արդեն հայերն են։ Այսինքն խոսքը նրա մասին է, որ շումերահայկական կամ հայ-շումերական ընդհանրությունները դրանք նույնություններ են, որոնք բազմաթիվ չափանիշներով, բազմաթիվ քամիչներով անցնելով ցույց են տալիս, որ դրանք նույն խնդիրն են։ Պետք է ձեզ ասեմ, որ պատմահամատական լեզվաբանության օգտագործած մեթոդներից ավելի Արմեն Դավթյանը օգտագործում է նորագույն մեթոդներ։ Գիտեք ինչ, այսպիսի բան կա։ Ինչքան մարդկային տոհմաբանության մեջ էլ, ինչքան մարդիկ իրարից հեռանում են տոհմաբանորեն, այնքան նմանության եզրերը պակասում են, չէ՞։ Հիմա լեզվաբանության մեջ ընդունված է այս մեր վերջին ցեղակցության, հնդեվրոպական ցեղակցության ժամանակը, որ ասենք, միջին հաշվով համարում է 5-ից 6000 տարի, չնայած ասենք թե մեր եւ մի շարք այլ լեզուների անջատումը հնդեվրոպական մայր լեզվից դրվում է 8300-8000 տարիների։ Այնուամենայնիվ մենք այստեղ գործ ունենք ավելի հին վաղեմության հետ, որը հնդեվրոպական լեզուների մեթոդաբանությամբ հնարավոր չէ միջև վերջ պարզել, որովհետև այդ մեթոդաբանությունը աշխատում է շատ մոտիկ, դեռ իրարից շատ չհեռացած հնդեվրոպական լեզուների համեմատությունների վրա։ Այստեղ մենք շումերերենի հետ ունենք ավելի վաղ շրջանի ընդհանրություններ, որտեղ այդ նրանց գնալը եւ այլն շատ ավելի վաղ է, քան հնդեվրոպական լեզուների հեռանալը, եւ այս պատճառով Արմեն Դավթյանի մոտ մենք տեսնում ենք այնքան նորանոր մեթոդներ, ինչպես ասենք բազմիմաստության օգտագործումը։ Ես իմ ուսանողներին հաճախ հանձնարարություն եմ տալիս, ասենք տուն բառը, չէ՞, հայերեն, ռուսերեն կամ իր ուսումնասիրած լեզվով, 3 լեզվով ներկայացնի ըստ իմաստների։ Այո, բոլոր լեզուներում դա բազմիմաստ բառ է եւ ասենք հայերենում մոտ 20 իմաստ ունի։ Բայց բոլոր իմաստները չէ, որ ամեն լեզվում կրկնվում են։ Ուղղակի այդտեղ այդ ամեն մի բառերի տակ, 3 լեզուներում նույն բառի, հոմանիշների տակ հանդիպում են իմաստներ, որոնք բոլոր լեզուներում կրկնվում են, ասենք տունը որպես ընտանիքի բնակության վայր, սա բոլոր լեզուներում կա։ Հասկանալի, բայց տունը որպես
տնտեսություն, երբ որ կինը ասում է, թե իմ ամուսինը տնով չի զբաղվում։ Սա հայերենում կամ մնացած լեզուներում ես չեմ գտել։ Այսինքն յուրաքանչյուր բազմիմաստ բառ մյուս իր նույնական բազմիմաստ բառերի հետ ունի երկու շերտ, ընդհանրական շերտ։ Մեկը ընդհանրությունն է բոլոր իմաստների, որ հանդես է գալիս, իսկ մյուսը այն իմաստներն են, որ ամեն լեզու ձեռք է բերել ինքնաբերաբար, իր ուրույն փոխաբերական ճանապարհով։ Փոխաբերությունը սա ազգային բանն է, մատնահետքն է, ինքնության սկզբունքն է այստեղ արտահայտում։ Այն իմաստները, որոնք փոխաբերությամբ են ձեռք բերվել, նրանք ազգային են, տիպական են, չեն կրկնվում։ Այն փոխաբերությունները, որոնք փոխանունություններ են, այսինքն բանի, չգիտեմ, սենյակ եւ, ասենք, լսարանը ուշադիր է, չէ՞։ Լսարանը ինքը շինություն է, ինքը տարածություն է, ո՞նց է ուշադիր։ Այսինքն այստեղ ունենք պարունակող պարունակյալ մոդել, հասկանալի է։ Կամ ասում է կնոջ ասում է մետաքսը թաքի։ Այսինքն այս տիպի կամ ոսկինդի, այս տիպի ընդհանրությունները համամարտկային են, բայց ուրիշ ընդհանրություններ կա, որոնք սոսկ խիստ բան են, տիպական են ամեն մի ազգի համար եւ չեն կրկնվում։ Ուրեմն այստեղ մենք պետք է նաեւ ի նկատի ունենանք հետեւյալը, որ Արմեն Դավթյանը վերցնում է բազմիմաստ բառեր, որի շումերերեն բոլոր իմաստները կրկնվում են հայերենում։ Այդպես նույնիսկ ցեղակից լեզուների մեջ չի լինում, էլ չասեմ օտար լեզուների մեջ։ Ուրեմն այստեղ խոսքը գնում է, չի գնում որպես սովորական ցեղակցության մի հանգամանք, խոսքը գնում է նույն լեզվի երկու տարբեր էտապների համեմատության մասին։ Ողջունում եմ բոլորիս որպես բացառիկ կարևորություն ունեցող հավաքի մասնակիցների եւ ուրախությամբ արձանագրում, որ այսօր մեր երկրում միայն հայագիտության ոլորտի բացահայտումներն ու ելույթներն են գրավում հասարակության ուշադրությունը, լցնում դահլիճներ, իսկ հաղորդումները արժանանում 100 հազարավոր դիտումների, նկատի ունեմ հեռարձակումները։ Հավանաբար հայ քաղաքացին միայն հայրենագիտության հաջողություններով է կարողանում սնել իր հայրենասիրական ձգտումները, հիրավի սա պատմական նշանակություն ունի եւ բնութագրում է հայրենագիտության զարգացման նոր փուլի սկիզբը եւ հզոր ընթացքը։ Շնորհակալություն։ Ելույթ կունենա Հայկ Մալխասյանը, Դուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչը, Արմեն Դավթյանի վերադաս։ Ասի չասեք էդի։ Վայ, ոչինչ չթարսա այդեք։ Ինչն է թար, մի րոպե կախում են ինձ տես։ Բոլորին ենք կախ։ Բոլորին վերջում կախաղան։ Շքանշան է։ Այս շքանշանն է։ Այն արևի շքանշանն է խոսում։ Լավ։ Ելույթը մի քիչ ճոխ է։ Հնչում այն ինչ որ ես ուզում եմ ասեմ շատ կարճ ձևակերպում եմ ուզում տամ։ Խոսքը այս աշխատանքների Արատայի մասին վիպերկերի շարքի կարևորության մասին եմ ուզում խոսել։ Ճիշտ է, պարոն Հակոբյանը շատ մանրամասն լեզվաբանորում է, ես լեզվաբան չեմ, այդքանը չեմ հասկանում։ Դրա համար ես ընդհանուր անդրադարձ կանեմ կարևորությանը։ Ես 3 կետ եմ առանձնացրել, որոնց վրա ուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Առաջինը, ինչ է տալիս այս գիրքը հետազոտող ընթերցողին։ Պարզ է, սովորական ընթերցասերները, ովքեր բնագավառի հետազոտողներ չեն, սա շատ հետաքրքիր է, որովհետև մեր սեղանին դրված է այսօր հայտնի ամենահին գրավոր տեքստի բնագիր հայերենը։ Սա չտեսնված աշխատանք է եւ ես կարծում եմ, որ լայն ընթերցողների դաշտ պետք է գրավի, չգիտեմ ինչքանով է գրավում, բայց պետք է գրավի։ Դա առաջին։ Ինչ է տալիս հետազոտող ընթերցողին։ Հետազոտող ընթերցողին տալիս է տվյալ մեզ հայտնի ամենահին ժամանակվա գրի առնված մարդկանց, որ այսօր համարվում է քաղաքակրթության հիմնադիր ուրեմն ինչ ասենք մշակույթը
այդ մշակույթի կրողների աշխարհընկալումը լայն իմաստով, որովհետև այս տեքստերում ներառված է եւ բանահյուսություն, եւ դիցաբանություն, եւ տվյալ ժամանակի պատմական ակնարկներ, աշխարհագրություն եւ այլ, բոլոր բնագավառներ, նույնիսկ բուսաբանության վերաբերյալ շատ մանրամասն ուրեմն տեղեկություններ։ Ուրեմն ամեն բնագավառի հետազոտողի համար դա շատ կարևոր եւ ամենահիմնարար սկզբնաղբյուրներից մեկն է հանդիսանում։ Իր 4 հատորներով։ Երրորդը, այս 4 հատորները ես 4 ասում եմ, որովհետեւ իմ մտքի մեջ 4-րդը արդեն հրապարակվել է, ես դրան շատ երկար եմ սպասում, դրա համար ինձ տրամադրում եմ, որ դա արդեն եղել է։ Որտեղ այնտեղ շատ հետաքրքիր աստղագիտական բաներ կան։ Երրորդը, այս 4 հատորները, ինչպես պարոն Հակոբյանը ասաց, շումերների երկրագործական ուղեցույցը հայերեն է մենագրության, ես կասեի, թե դա հարված էր, որովհետև շումերական տեքստը ընթերցվել է հայերեն։ Բայց սա, որ ասում են բան, ստուգողական հարվածների շարքը այդ նույն բնագավառում, այսինքն այստեղ ոչ միայն թարգմանություն, ծանոթագրություն եւ այլ, այստեղ ընթերցում կա, շումերական տեքստի հայերեն ընթերցում, բնագրից։ Սա թարգմանություն, ես չեմ հասկանում լեզվաբանական նրբությունները, բայց ինձ համար սա թարգմանություն չի, սա բնագրի վերծանություն է եւ ընթերցում է հայերենով։ Թարգմանություն ես կհասկանայի, եթե անգլերեն վերծանածը վերցնեինք թարգմանեինք հայերեն, օրինակ։ Ինձ համար Արմեն ջան, չի բան չեմ։ Ես չեմ հասկանում ուրիշ լեզվաբանությունից ես չեմ հասկանում։ Երրորդը, այսինքն մենք ցույց ենք տալիս, որ այդ տեքստերը մենք չէ Արմենը։ Ցույց է տալիս, որ այդ տեքստերը ընթերցվում են հայերեն եւ դա մեկ օրինակ չի, երկու օրինակ չի, երեք օրինակ չի, այլ շումերական մշակույթի եւ գրավոր մշակույթի ամենագլխավոր տեքստերն են, որը չէր կարող գրված լինել ոչ այդ քաղաքակրթության լեզվով։ Իսկ այդ լեզուն, անցնենք հիմա հաջորդ этаպին, իսկ այդ լեզուն հայերեն է, որը Արմենը շատ լավ ցույց է տալիս։ Մյուս կարևոր ընթերցումը, այստեղ պարոն Հակոբյանը հետ ես մի քիչ չեմ համաձայնվի, ակադեմիական գիտության առումով գիտությունը, եթե դրան ասում են գիտություն, դա արդեն ակադեմիական է։ Ուրիշ բան, որ ակադեմիականից շեղված երևույթներ կան, դրա մասին մենք չենք խոսում։ Այս աշխատանքները, ինչպես պարոն Հակոբյանը մանրամասն ներկայացրեց եւ մեթոդիկան եւ ուրեմն հետազոտական ընթացքը եւ այլն, լրիվ ուրեմն գիտական ուսումնասիրության մակարդակի աշխատանքներ են եւ ինչն է կարևոր, որ այս աշխատանքները եղանակ են փոխում նաեւ համաշխարհային շումերագիտության մեջ։ Այսօր մեզ կարող է դա մի քիչ հեռու է թվում, բայց համաշխարհային շումերագիտությանը այս տեքստերի մի չասենք ահռելի, բայց շատ հատվածներ այս տեքստերում ուղղակի անհասկանալի են եղել եւ չեն վերծանվել կամ չեն ընթերցվել։ Արմենը այդ խնդիրը զուգահեռ իմ նախորդ թվարկած խնդիրների հետ հնարավորության սահմաններում լուծում է եւ սա փաստորեն համաշխարհային շումերագիտության ձեռքբերում է։ Ես այսքանը կասեի կարևորության մասին եւ խոսքս ավարտելով ուզում եմ խոսել այս աշխատանքների գիտական պոտենցիալի մասին, որովհետեւ մենք ունենք ուսումնասիրություն հետազոտության արդյունքներ, որոնք դեռ երկար եւ շատ մանրամասն վերլուծությունների տարբեր բնագավառներով, այսինքն սրա պատուղները մեզ կարող է հասանելի դառնալ 30-50 տարի հետո թեկուս տոմարական, թեկուս աստղագիտական, թեկուս այլ բնագավառների հետազոտությունների տեսքով։ Այնպես որ ես շնորհավորում եմ Արմեն ջան։ Այսքանն է կուզենայի ասել։ Ապրես։
Այժմ խոսք է տրվում Արթուր Արմենին հայագետ մշակութաբան համեցեք։ Այդ մեդալը քեզ մշտական չեն տրել։ Չուզեցա փոքր։ Ես տամ արհայտ ջան, արհայտի շեստի ցավը տամ։ Եսի նանային նա, պերիը պատեն։ Սենց, հա։ Okay. Ուրեմն բարի երեկո։ Այսօր իսկապես հավաքվել ենք շատ տոնական օր է։ Ուրեմն Արմենի հերթական հերոսության սխրանքի իսկապես լուրջ գործ է։ Հիմա որպեսզի բոլորի մոտ մի հատ ընդհանրական ոնց որ հավաքական նկարագիր լինի, ես մի քիչ հեռվից մի քանի բան ունեմ ասել։ Ուրեմն առաջինը ինչու Արմենը հատկապես ընտրեց այդ 4 հատը, որտեվ շատ են տասնյակների են հասնում շումերական տեքստերը, հատկապես այդ 4 հատը։ Այդ 4 պոեմները, որոնցից այսօր երրորդը իր արած աշխատանքի երրորդը, ու իսկապես դեռ Հայկ Մալխասյանը դիպուկը ճշգրիտ ասեց, սա թարգմանություն չի։ Սա հայերեն ընթերցում է եւ շատ լավ տերմին կտավ օգտագործելու համար։ Մենք այդ մտածում ենք, թե ինչ տերմին անենք, ինչ է նշանակում թարգմանիչ Արմեն Դավթյան։ Այդտեղ թարգմանիչ չի։ Այդ 3-4 լավ 5 էջանոցը ամբողջ գիրքը կարճացած ամբողջ բառի ստուգաբանությունը վերծանությունն է, որ բառը ոնց է հնչում ու հայերենի զուգահեռը որն է։ Ուրեմն դա թարգմանության խնդիր չի։ Դա լուրջ, շատ լուրջ գիտական աշխատություն է։ Հիմա ինչի է Արմենը վերցրել այդ 4 հատը, որտեղ այդ 4 հատը վերաբերում է Շումերի եւ Արատայի հարաբերություններին։ Այդ 4 պոեմները համ ցույց են տալիս Արատայի տեղադրությունը եւ ցույց են տալիս փոխադարձ կապերը, դա երկրագործական, առևտրական ուսուցիչների փոխանակում, պատերազմ եւ այլ, եւ նաեւ ցույց են տալիս, որտեղ այն մյուս պոեմում օրինակ համար Շումերի տիրակալը ասում է ես Արատայում եմ ծնվել, այնտեղի ջուրն եմ խմել, այնտեղի, այսինքն ինքն դեղից է, բայց այս փաստորեն այդ էմիգրացիոն նոր վարչական պետության մեջ արդեն այնտեղ թագավոր է, ոնց թե առաջինը ես եմ։ Ինձ պետք է կարճացրած խոնարհվեք, ոչ թե ձեզ, ես ավելի հարուստ եմ։ Այս հակասությունն է ամբողջ այս 4 պոեմները։ Հասնում է նրան, որ Լուգալբանդայի այդ մշճուղը, որ սրանից առաջ Արմենը հրատարակեց, որ զորքով գնում են Արատայի դեմ։ Սա փաստորեն նույն էթնոսի է, այսպես կարելի ասել, որ արդեն մի քանի հարյուրամյակ, ասենք ասենք, արդեն իրարից հեռացել, վերևից իջել են, երբ որ ջրերը քաշվել են այդ ծոցից, հա, այնտեղ բարեբեր հողեր են, 3 անգամ բերք էին ստանում եւ այլ Տիգրիս Եփրատից իջել են ներքև, այնտեղ հողագործություն տարեկան 3 անգամ բերք են ստացել, վերևից գալիս էր մետաղագործություն, հանկագործություն եւ ուրիշ ապրանքներ իսկ վերևից, իսկ ներքևից հացահատիկ էր գնում դեպի Արատա։ Եվ աստիճանաբար ստեղ առաջացավ բոլորին այդ համաշխարհային ամբողջ ակադեմիական գրական գիտությունը, ասում է, որ շումերական քաղաքակրթությունը զրոյից չի առաջացել։ Միանգամից պատրաստ, այսինքն չունի էվոլյուցիոն շրջան։ Միանգամից պատրաստ է հայտնվում, իր գրով, գիր, բան, ամեն ինչով պատրաստ, sense տաճարների կառուցում եւ այլն պատրաստ։ Ուրեմն մի տեղից եկել են պատրաստ։ Եվ այս պոեմներում արդեն երևում է, դրա համար Արմենին չի ընտրել հենց այս 4 հատը, որտեղ տեղ կարճացած արդեն դրանց նախահայրենիքի խնդիրն է լուծվում, որը հայկական լեռնաշխարհն է։ Հիմա ես ինչու էսքան, որ նախ պատկերացում կազմեք, թե ինչ կարևորություն ունի նաև այսօրվա գիրքը, բայց ուրեմն այդ 4-ից որն ավելի հինը չասեմ, էլի առաջի հատորը, երկրորդը, երրորդը, sense մոմենտներ։ Ես հասցրեցի ճիշտն ասած կարդալ, որտեղ արագի մեջ։ Ու Հրաչիկ Հակոբյանյանի հետ մեր տանն ենք, ասում եմ, եղբայր, ասում եմ, կանգնես, այդտեղ մի քանի տասնյակ մենակ օրինաչափություններ կա։ Հրաչիկ ջան, դու կոֆետ խմի, ես մի հատ
կոմպի առաջ բացեմ հա այդ ծրագիրը, աստղագիտական ծրագիրը։ Այս գրքում, եթե Արատան, եթե N մեր քարը եւ Արատայի տիրակալը այնտեղ կա հակասությունը ու Ինանան է իմ մոտ Աստվածուհին, sense նենց իմ տաճարը պետք է լինի քոնից բարձր է։ Այս հարաբերությունն է, այս հակասությունն է։ Լուգալբանդայի մեջ զորք է ուղարկում իր տղայի հետ միասին, որ գնան Արատան նվաճեն։ Սա ինձ թվում է նրանցից ավելի առաջ ընկած է, որովհետև ստեղ նախ ասում է որ Արատան է մեղավոր, որ հակասություն ստեղծվեց։ Հետո ամենասկզբից սկսում են երկու երկրների գլխավոր գերագույն կախարդները իրար հետ կռիվ անել։ Ու շատ հետաքրքիր բան է։ Այս Արատայի կախարդը ուրեմն սարքում է ձուկ, սենց Շումերի կախարդը սարքում է արծիվ։ Արծիվը խփում, ձուկը տանում ուտում է։ Նա սարքում է, չէ մի րոպե, նա սարքում է։ Ախպեր մի խանգարի, քո մասին չխոսք։ Այսինքն ասածս հետևյալն է, այնտեղ հետո կա գայլը եւ հորթը, գառը եւ այլն։ Սրանք բոլորը աստղատներ են։ Ես այսօր նայեցի, բանից դուրս է գալի, այս բոլորը իրար հետ կամ 170 աշճան բանի մեջ են, հարաբերության կամ 90 աշճան հարաբերության մեջ են։ Նույնիսկ երբ որ այս տեքստի մեջ գրած է նիդաբան, նիսաբան, հա, այդ այծը իրան ինքն է թութում բանման, դրանք մեկը ուրեմն հյուսիս-արևելքի հենց ծագումը այծը հարավ-արևմուտքում մայր է մտնում։ Հյուսիս-արևմուտքում, ներողություն, հյուսիս-արևմուտքում մայր է մտնում, էլի 170 աշճանի։ Նույնը կարծես ծարծիվ եթե բանի վերևում է գտնվում, ուրեմն հարավային ձուկ համաստեղությունը, ուրեմն ներքևում է գտնվում։ Այս ճիշտ է, սրա պետք է լուրջ նստել մի քանի շաբաթ, օրը մի 8-10 ժամ լրիվ հիմնավորել, բայց այս օրինաչափությունները ակնհայտ են։ Ուստեղ նույնիսկ այդ օրինաչափություններից այդ կախարդի, Արատայի կախարդի անունը, որ Աստվածություն է, հստակ կարելի է ճոկել։ Այսքանը ես քեզ ասեմ, որ իմացի։ Հենց որ պետք է զանգես։ Հիմա փաստորեն հանձին ես այս 4 գրքերի, որը 4-ին բոլորս սպասում ենք, ինչպես Հայկը ասեց։ Նայեք ինչ հետաքրքիր է։ Մենք ունենք այս երկու պետությունների, ոնց որ ասած, մեկից առաջացել է մյուսը, բայց արդեն ով ումից գերապատիվ է, էլ այս հարցն է։ Սրանց հակասության, մշակութային նույնության, հա, այս հակասության հիմքում ինչ անգած մենք ունենք, ուրեմն միֆական, կրոնամիֆական հակասության, այս գիրքն է ցույց տալիս։ Մենք ունենք աստվածային տաճարի առաջնության եւ հարստության հակասությունը, որը ցույց է տալի N մեր քարը եւ Արատայի տիրակալը, եւ ունենք երրորդ հակասությունը, որը ցույց է տալիս, որ զորքով գնում են դեպի Արատա, որպեսզի հաղթեն, իհարկե վերջի մասը վնասված է, չգիտենք։ Հա, պաստորեն, այս հակասությունների մասին է։ Այս 4 գիրքն էլ դրա համար նորից կրկնեմ ու դրանով եզրափակեմ։ Այնքան կարևոր են։ Պաստորեն մենք տեղյակ ենք լինում, այս 4-5000 տարվա տեքստերից մեր հին պատմության, հա, պաստորեն հակառակության իմաստով, բայց նաև տալիս է եւ մշակութային նույնությունները։ Մեկը սեպագիրագրում, մեկը հանգիստ կարդում է դա, ոնց անում եմ նույն լեզուն է։ Մեկը էս անում է։ Ուրեմն փոխհարաբերությունները առևտրական, հա, Տիգրիս Եփրատ գետերի օգտագործումը, կիրառումը, նաև կախարդության հետ կապված, աստղագիտության հետ կապված, այդ աստղագիտությունը իրանց համար ժամանակը չափելու մեթոդ էր։ Առավոտ ամեն աշխատամ ծագումով, ուրեմն հաշվարկում են պատտվեց կալենդար տարիներ ելնում, հա, լուսնահարեգակնային օրացույցը եւ այլն։ Այսինքն այս 4-ը Արմենի ընտրած ուրեմն շումերական պատումները մեզ ահռելի ինֆորմացիա են տալի նաև հայ ժողովրդի կեցության, պատմության, վիճակի եւ այլն մասին, հա, քաղաքակրթական իր իմացության, երկրաչափության մեջ, ճարտարապետության մեջ, հա, տաճար կառուցելու առումով բան, այդքան ինֆորմացիա են տալի, թե 5000 տարի առաջ ոնց է եղել։ Ու ֆանտաստիկա։
Հա մեկը կարա վերցնի ասեն դե հեքիաթ է էլի բանման մի քանի էջանոց, բայց տես չի ամեն տողի մեջ այնքան շատ թաքնված իմաստներ կան եւ այնքան բաց, ուղղակի բաց տեքստով կա, որ ահռելի ինֆորմացիա է տալիս այդ ժամանակվա մեր մշակույթի, հա, կամ մեր գաղութի, կամ սենց ասեմ, հա, այն ժամանակ հետո այդ գաղութը արդեն գլուխա բարձրացում ուզում է առաջինը լինի եւ այլն։ Այս փոխհարաբերությունների մասին եւ մեր իրավիճակի մասին այնքան առատ ինֆորմացիա է, նաեւ Արատայի տեղորոշման հետ կապված, որ սա բացառիկ գիրք է, սա անպայման պետք է ձեռք բերել, որովհետեւ սա ամենափակ քանակով է տպագրված, հա, ինչ ես խնդում, ով որ չառնի, մեծ սխալ կան իր ամբողջ կյանքում։ Հա, իմ ընկերս է, պետք է ռեկլամ անեմ, թե չէ։ Բայց չէ, այդ ընկերություն, որից էր բառ, որից էր նախադասություն, մի այսքան չեմ չափազանցացրել կամ ավելացրել, իր արժեքը բացառիկ է։ Շնորհակալություն։ Բանի հայտի տքին եք։ Մեդալը տալիս եք Յուրային։ Շքնշան ինձ հասավ, վերջապես։ Քանի տարի սպասում եմ։ Խոսքը տրվում է 5 քաղաքակրթությունների ուսումնասիրող Յուրի Սարգսյանին։ Մերսի։ Ես խոսքը վերջում եմ վերցրել, որ տեսնեմ ով ինչ բաց թողեց, ես ավելացնեմ, բայց այնքան մանրամասը խոսեցին, որ երևի հա բան չմնաց, չէ, բան կա ասելու։ Արմենը այնպիսի վկայագրեր է դնում մեր սեղանին, որ Բաշակը վեկա նոր խոսա։ Նոր մեջը կոնյակ չի խափում են, այսենց ինձ խափելով տանում են, այսենց խափելով տանում են։ Հենց գործ է անում, հենց վկայագրեր է դնում մեր սեղանին, որի մասին ամեն մի մասնագետ, լինի դա լեզվաբան, աստղագետ, մշակութաբան, կարող է յուրովի ընթերցել իր աշխարհայացքով կարդալ, իր աշխարհայացքով ինչ-որ բաներ հայտնաբերել եւ դա վերլուծել։ Տարբեր մասնագետներ տարբեր կերպ կարող են մոտենալ Արմենի արած գրքահայշին, սպարգալ կնա, որոշել է բանավոր խոսք ասեմ, բայց քան որ այնքան բան ասեցին, որոշեցին ինչ-որ մի բան գրեմ, որ հիշեմ ինչ է ուզում ասեմ։ Ինձ համար որպես հետազոտող, որ ոչ աստղագետ է, ոչ լեզվաբան է, ուղղակի անկախ իր ինքնուրույն հետազոտող է, Արմենի արած գործը, Արմենի մեր սեղանին դրած թարգմանություն բառը օգտագործեմ, կներեք, դա պատմական վկայություններ են ժամանակակից մարդկության ամենահնագույն շտեմարանից, պահեստից։ Սա մարդկությանը հայտնի առաջի դիվանագիտական հակամարտությունն է։ Մարդկությանը հայտնի առաջի նոտաներ, պահանջներ, դիվանագիտական պայքար, այդ մասին վկայություն է, որտեղ մենք ենք այդ հակամարտության մի կողմը, մեր հրավոր նախնիները, եւ այն կողմից եւ այս կողմից։ Սրանով իսկ արդեն այս աշխատանքները Արմենը արած կարելի է մտցնել դիվանագիտության պատմության առաջի հատորի առաջի բաժին, որպես վկայություն համաշխարհային մարդկության պատմության առաջի դիվանագիտական հակամարտություն։ Երկրորդը արդեն մոտ 150 տարի ինչ շումերական քաղաքակրթությունը հայտնաբերվել է, այդ հայտնաբերված մարդկության սկիզբ հանդիսացող քաղաքակրթության շումերների այսպես կոչված քաղաքակրթության սեպագիր վկայությունների մեծ հասանելիությունն է։ Մինչ Արմենի այս գործին կցվելը մենք օգտվել ենք կամ այս տեքստերի ռուսերեն թարգմանությունից կամ լավագույն դեպքում անգլերեն թարգմանությունից։ Երկու պարագայում էլ մենք հանդիպում ենք կեղծարարության։ Սկսած սեպագիր նյութերի անգլերեն թարգմանությունից կեղծարարություն, հետո այդ կեղծարարված, խեղաթրուված անգլերեն թարգմանության այլ լեզուներով թարգմանություններում էլ ավելի կեղծարարական շերտեր։ Արմենը մեզ հնարավորություն է տալիս բացել ճշմարտությունը։ Բերեմ մի օրինակ։
այս տեքստի մի տող, որը իմ խնդրանքով անցած տարի Արմենը ինձ համար հատուկ թարգմանել էր, որպեսզի իմ գրքում ես դա ներառեմ, իմ տպագրված գրքում։ Հիմա արդեն այս գրքում դա կա։ Երբ խոսք է գնում է Արատտայի տիրակալի եւ Ուռուկի հարավային Ուռուկի տիրակալի հակամարտության մասին մեկ-մեկ ու պահանջներ են ներկայացնում եւ այլը, անգլերեն թարգմանությունում էսպիսի մի տող կա, որ ասում է դե դուք էլ Արատտայի տիրակալը դիմում է հարավի տիրակալին, դե դուք էլ նավերով ապրանքը բերեք, հասցրեք Արատտայի կապուտիկ տաճարի ափ։ Բառացի սենց է թարգմանված անգլերենով։ Ռուսերենով ավելի խեղաթյուրված տարբերակ։ Հետազոտողը երբ դա կարդում է, Ուռուկը ներքևում Եփրատ գետի ափին նավով ուր կարար տանի, սկսում են տանել ապրեք։ Պարսից ծոց, Բախրեյն, Կատար, Օման, Հնդկաստան, Աֆրիկա, Արաբական Էմիրություններ, Չինաստան, Աֆղանստան, ուր ասես տանում են, այս խեղճ Արատտան։ Բայց բնագրում գրված է, դե դուք էլ նավերով հոսանքին հակառակ բուքսիր անելով բերեք ապրանքը հասցրեք Արատտա, upstream, հոսանքին հակառակ։ Հասկանում եք։ Այս փաստի դեմ դե եկեք կեղծարարներ խաղ տվեք։ Դե հոսանքին եւ Տիգրիս Եփրատ գետի հոսանքին upstream հակառակ նավերով տարեք Եգիպտոս։ Դե տարեք տենամ։ Դե տարեք Բախրեյն։ Այս բարից վրա ինչ կուզեմ ասեմ, ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք այս գաղտնագիր բարերը, այս գաղտնագիր տողերը տարածել ինչպես կարող ենք, ոնց կարող ենք։ Տարբեր ոճով, տարբեր ձևաչափերով, հարցազրույցներում, մուլտիկներում, կինոներում, չգիտեմ հոդվածներում, այս բառապաշարը, այս բանալիները պարտավոր եք տարածեք։ Ու այսպիսի բացահայտումներ այս գրքերում կա, սա ամենամեծ արժեքն է ինձ համար, որպես Յուրի Սարգսյան Արմենի արած գործի։ Մյուս հարցը, որ այս գրքում արդեն կա, մի շատ հետաքրքիր եզրահանգման է ինձ բերում, նոր ես Լելա այդ տողը կիսվեցի, մի քանի անգամ եւ Արմենը եւ բոլորս ասել ենք, որ այս Արատտայի վերաբերյալ սեպագիր տեքստերում ինչքան քաղաք պետությունների անուն հիշատակվում է, բոլորը հայտնաբերված են, բայց Արատտան չկա, հայտնաբերված չի Արատտան, ու ասենք դա հիմք հանդիսանում ենթադրելու հետազոտողների համար, որ Արատտան դա գոյություն չի, ունեցել դա ինչ-որ մի առասպելական, ինչ-որ հեքիաթային մի դրախտային երկիր է, որ շումերները մի երկու բաժակ գայաջուր են խմել, նինկասի սարքած, եւ դրանով ասենք պատկերացումներ են կազմել Լեյմուրիա, Գիպերբորեա, ինչ տենց մի բան։ Կա ինչ-որ, հա, եւ այլ, հա։ Այստեղ մի տող կա, որը շատ ինձ համար առաջին անգամ եմ այդ միտքը արտահայտում, որ հուշում է, որ Արատտան դա ոչ թե մի քաղաք պետություն է եղել երևի թե այդ իսկ պատճառով մենք նրա ավերակները չենք հայտնաբերում, այլ Արատտան մի ամբողջ երկրամասի անուն է, որտեղ եղել են քաղաքներ, բնակատեղիներ իրենց իշխաններով։ Մի տող է, որտեղ Արատտայի տիրակալը դիմելով Ուռուկի տիրակալին ասում է, եկեք լեռնային երկրի իշխանների հետ, ինչպես նրանք, միտքն եմ արտահայտում, ինչպես լեռնային երկրի մյուս իշխանները, դուք էլ ինձ հետ նստեք սեղան, հաց կերեք։ Միտքը սա է։ Լեռնային երկրի իշխանների նման, ինչպես մյուս իշխանները։ Սա արդյոք մեզ չի հուշում, որ խոսքը գնում է մի ամբողջ լեռնային տարածքի մասին, ոչ թե կոնկրետ մի ամրոցի։ Կոալիցիայի մասին։ Ոչ մեկը մեզանից չի կարա Հայաստան կներեք այս բառից համար, Հայաստանի ավերակը հայտնաբերի, կհայտնաբերենք Երևանի, Էրեբունու, Դվինի, քաղաք, կոնկրետ բնակավայրի, կոնկրետ քաղաքի ավերակ կամ տաճարի ավերակ, բայց երկրի ավերակ չեք հայտնաբերի, ժողովուրդ։ Միգուցե սա է պատճառը, որ մենք մինչ այսօր Արատտա չենք հայտնաբերել։ Հասկանում եք։
այլ պարտավոր ենք փնտրել Արարատայի այդ իշխաններ կոչված քաղաք պետությունների, բնակատեղիների, բնակավայրերի տեղերը։ Մեր ամբողջ հայկական լեռնաշխարհն է կոչվել Արարատա։ Իր սրբազան գետերի ակունքներով։ Արարատյան թագավորություն։ Այո։ Այս տողերը ինձ որ հուշեցին եւ ես էլ ասեցի։ Եվ վերջինը, Արմեն ջան, շնորհակալ ենք, որ կաս։ Շնորհակալ ենք, որ Արմեն եկենաց։ Երբ որ Մեղեդիում մեկ կենաց ենք խմում, Արմենը կամ Արտուրը հրաչ ասենք չեն խմում, ես եմ խմողը մեջների, ասում եմ ջրով խփեք, այ մարդ գոնե հիմա ջրով խփենք, էլի ջուրը ամենասրբազան երևույթն է մարդկության։ Ժողովուրդ, այս տեքստերը Արարատայի վերաբերյալ Արմենի մեզ տրամադրած տեքստերը մեր հեռավոր նախնիների, մեր հայ ժողովրդի ծննդյան վկայականի բլանկն են։ Բլանկը։ Կադաստրի թուղթը։ Թուղթը չի դեր, թղթի բլանկն է։ Ու մենք պարտավոր ենք, մենք բոլորս պարտավոր ենք այդ բլանկը լրացնենք։ Լրացնենք ու այս հիմքերով սա չեմ ասում հայ չի գրել, հայ ա գրել, բայց 6-7 հազար տարի առաջ։ Այս փաստերի դեմ համաշխարհային գիտությունը միայն եւ միայն կարա կեղծի։ Մենք էլ պարտավոր ենք մեր հայ ինքնությունը պաշտպանել, մեր առաքելությունը պաշտպանել եւ այդ կեղծարությունով իրենց ապտակ հասցնել։ Ամեն կերպ։ Եկեք բոլորս միասին ամեն ասենք շնորհակալություն, որ կա։ Եվ երևի թե մի օր կծնվի մի մարդ, ինձ թվում է պետք է տենց մի մարդ, որ Արմենի այս գիտական աշխատանքները 4 այս վիպերքերը գումարելով իրար, դարձնելով ավելի ընկալել, ինչպես Հովհաննես Թումանյանն է էպոսը սարքել ավելի ընկալի, կսարքի, սա պետք է, այս էլ է պետք տարածելու համար, կսարքի մի այս 4 գրքից մի հետաքրքիր Արարատայի էպոպեյա եւ կներկայացնի մեր հանրությանը։ Հա, բարիքներ բոլորիս։ Խոսքը տրվում է հեղինակին։ Վերջապես։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, որ եկել եք։ Ուրեմն քանի չեմ մոռացել ասեմ, այդ Արարատայի հետ կապված, որ ամբողջ երկիրն է։ Ուրեմն ամեն տեղ գրած է Արարատա քաղաքի երկիր։ Այսինքն կա մի մեծ երկիր, որը ունի կենտրոնական քաղաք։ Երբ որ ասում են չենք գտել, խնդրեմը այդ մայրաքաղաքը, այդ կենտրոնական քաղաքը չգտնելու մասին է, մեկ էլ Էրեշ քաղաք էլ կա, որը դեռ չեն գտել, հիշատակվում է, այս հենց այդտեղ հիշատակվում է։ Գիտեմ, որ Եփրատի ափին է եղել Հայ Աստծո կնոջ գլխավոր տաճարներ, այնտեղ դա էլ դեռ հայտնաբերված չի։ Այսինքն Արարատայի քաղաքի երկիր ասվածը ոնց որ ասես Հռոմը եկակայսրություն է, բայց քաղաք է, կոնկրետ քաղաքի անունով է, այդ քաղաքն է, որ դեռ հայտնաբերված չի։ Շատերը իհարկե շատերը չէ, բայց սենց բան կա, երբ որ տեսնում են, որ իրանցը չի, ասում են տես բան չի եղել, դա հեքիաթ է։ Երբ որ ինչը որ իրանց ձեռ չի տալի, այդ բոլոր քաղաքները կան, կոնկրետ պեղված են, Ուրուկը, բոլորը պեղված են։ Բայց եթե Արարատան իրանց ձեռ չի տալի, ասում են Արարատան բան է, հեքիաթ է, առասպել է, բան է, տենց։ Մեկ էլ ուրեմն պիտի ասեմ, որ ես շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ Ես վերջերս հայտնի եմ դառը ժողովուրդ, փողոցով քայլելով մարդիկ մոտիկանում են ասում են, բա հաջորդ գիրքը երբ առնելու բան։ Ասում եմ դե համբերեք ժողովուրդ, ես հա, մի խոսքով 4-րդն էլ հույս ունեմ մինչև այս տարվա վերջ անեմ, եթե
չհասցնեմ կմնա մյուս տարվա սկզբին։ Սրանք կարևոր են եղել, ես գիտակցել եմ սրանց կարևորությունը նաև բանի իմաստով, պատմական նշանակության իմաստով, նաև ինձ հետաքրքիր եղել, ես մի անգամ այստեղից եմ պատմել, որ Արտակին ասեցի, հլը եկեք մի հատ տարտար ստուգենք այս սեպերը Արտակ Մովսիսյանին։ Ասի կարող է այդ Արատանսկի Հայաստանում չի։ Ընկել ենք ոգևորված խոսում ենք, մի հատ չտենանք բնագրում ինչա գրած։ Այդ բնագիրը նայելիս պարզվում է, որ կան 3 տեսակի գիտնականներ, շատ են տեսակները, հիմնականում ինձ համար 3 տեսակներն են, մեկը բաներն են, այն մարդիկ են, որ անկեղծորեն ասեն, չգիտեն, գիտությանը հայտնի չի, չգիտեն, ասում են, անկեղծորեն ասում են, չգիտեն ախպեր։ Կամ մի մասը, որոնց ընդհանրապես հետաքրքիր չի գիտական ճշմարտությունը, իրանք իրանց էշն են քշում, դա քաղաքական քարոզչություն է, գիտական աշխատանքի անվան տակ, եւ կա այն գիտնականը, որը ճշմարտությունն է որոնում եւ հեչ չի վախենում, որ իրանք ասեն դու բան ես, հակագիտական ես, չգիտեմ, ակադեմիական չես, ես բան կա, մարդ կա ստեղ բյուրականի աստղադիտարանից, կարա վկայի, որ Վիկտոր Համբարձումյանը լինելով ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, համաշխարհային աստղագետների կազմակերպության պրեզիդենտ, զեկուցում է կարդում Մոսկվայում, ասում են դա հակագիտական է։ Վիկտոր Համբարձումյանին ասում են բան, այս ինչ ես խոսում, ես բան չի կարող։ Ուզում ասեմ, կոչումները կապ չունեն։ Եթե մի բան չեն հասկանում կամ չեն ուզում հասկանան, չեն հասկանում։ Դրա համար այդ հարցերը ես այդտենց բան չեմ վերաբերվում, այդպես թշնամաբար չեմ վերաբերվում միջազգային հանրությանը, գիտական հանրությանը, որը մեծ գործ է արել եւ շարունակում է մեծ գործ անել, բայց ասեմ ձեզ, ինչ վերաբերում է զեղծարարությանը, բախվել եմ խայտառակ բաների, օրինակ ասեմ, կոնկրետ մի օրինակ ասեմ, Կանևա անունով մեկը, որ մեծագույն շումերագետներից էր համարվում սովետի ժամանակ, Ձյակոնովի աշակերտներից էր, բան է գրել։ Մինչ օրից վատ գիրք չի, շումերերի քերականություն գիրք է գրել, բան։ Թարգմանել է այս Արատայի, հա։ Այն որ ասում է Ուրուկի տիրակալը, այն մեր կարը։ Ասում է ես Արատայում եմ ծնվել, Արատայում եմ մեծացել, Արատայի հալալ կաթն եմ կերել։ Ընդ որում դա ասում է մի քանի անգամ անընդհատ ռեֆրենի պես ամբողջ պոեմի մեջ դա կրկնվում է։ Այդ բոլոր հատվածներում թարգմանել է որ բանա։ Ես Ուրուկում եմ ծնվել։ Իբր թե տենց է ասում։ Չկա սովետում մի մարդ, որ այդ բնագիրը ստուգի սեպանշանը թանգարանում։ Չկա։ Բոլոր պատմաբանները պարտավոր են, ստիպված են միակ աղբյուրը Կանևայի ռուսերեն թարգմանությունն է, կարդում են այդ սխալը, որը գիտակցված սխալ է, ինչի են վստահ, որ սխալ, որտեղ վրիպակը լինում է մի հատ, 2 հատ, 3 հատ, բայց որ նույն բանը կրկնվում է տեքստի մեջ 4-5 անգամ ու 4-5 անգամ դու փոխում ես Արատա անունը տեղը դնում ես Ուրուկ, սա զեղծարարություն է։ Ավելին խնդիրն է նա, որ ոչ միայն ասվում է Արատա, դրանից հետո բերվում է միշտ Արատայի մշտական բնորոշումը, Արատայի մշտական բնորոշումն է սուրբ օրենքների երկիր, սուրբ համայությունների երկիր, սուրբ։ Այդ ամբողջ Արատայից հետո կրկներքի պես նորից ասվում է ու այդ արտահայտությունները ուրիշ ոչ մի երկրի համար չեն ասում։ Այդ բոլորով հանդերձ, այսինքն հիմա ինտերնետի դարում չեն կարող տես բաներ անեն, արդեն չեն կարա տես բաներ անեն, բայց կուզենան անել եւ փորձում են անել։ Տեղ-տեղ որ շատ նեղն են գնում, ասում են չենք հասկացել ինչա։ Օրինակ մի հատ ուրիշ տեղ գրածա Սուրհանդակը եկավ հասավ երկիր Ուրուրուդանի քաղաք Արատակի երկիր Ուրուրուդանի գրածը, ընդ որում ուր 3 սեպանշան, որը նշանակում է սուրբ։ Եթե բառացի կարդաս
գաղափարագիր կարդաս կլինի սուրբ երկիր։ Եթե վանկագիր կարդաս կլինի ուրուրուդա կամ արարադա, որ նույնն է։ Հասավ ուրուրուդա երկիր, քաղաք Արատա, այսինքն քաղաք Արատան գտնվում էր ուրուրուդա երկրում։ Այս հատվածը քաղաք երկիր ուրուրուդա նույնիսկ բնագրից է հանած ռուսերեն թարգմանության մեջ։ Ոչ միայն թարգմանության մեջ ընդհանրապես ոչ մի չկա կետերա դրած։ Այստեղ էլ ընդհանրապես չկա։ Բանը արևմտյան թարգմանիչները այդ կտորը չեն թարգմանել, բայց գոնե բնագիրը կողքը դրած է, որ ախպեր սենց է գրած, չգիտենք ինչ է գրած։ Հիմա թե չգիտեն թե ձեռ չի տալի իրանց, այդ ուրիշ խոսակցություն, բայց գոնե բնագիրը գրած է։ Ուզում ասեմ, սա նաև մեզ պետք է, ես ուզել եմ, կարևոր եմ համարել, ցանկացել եմ, որ մեր բոլոր պատմաբանները, հնագետները, բոլորը լեզվաբանները վաղը մյուս օր ունենան սկզբնաղբյուր, հուսալի մի գիրք, որից կարելի է օգտվել, որ չմտածեն, որ զեղծարարությունն է ստեղ իմաստ չունի կարդալը։ Այս իմաստով է ես կարևոր համարում, մեկ էլ ուզում եմ ասեմ, որ այս 3 գրքերի մեջ 4-րդում էլ լեզվաբանական հսկայական աշխատանք է կատարված, որը ես հիմա կասեք ինչ իմաստ ունի այդքան մանրամասն այդ ամեն մի բառը տառը գրել ծանոթագրությունների մեջ, այդ ես գրում եմ վաղվա ուսումնասիրողների համար, վաղվա հայ լեզվաբանը պետք է այդ ամբողջ մատերիալը ինքը ձեռի տակ ունենա։ Այդ աշխատանքը, որի ես անում եմ ինչ-որ սեպանշան ճշտելու համար, չպետք է գնա կորի։ Թող ֆիքսվի, պարտադիր չի, որ դա բոլորին պետք կլինի, բայց ում որ պետք կլինի, նա կօգտվի։ Շատ բան չեմ ուզում ասեմ, շնորհակալ եմ բոլորից, այս որ իմ նկատմամբ, իմ արած գործի նկատմամբ սենց լավ վերաբերմունք կա, այսքան է։ Շնորհակալ ժողովուրդ, 2 հարց, մեկը, հա, 2 հարցի պատասխանենք ու վերջ։ Նախ շնորհակալություն շատ, իրոք, այս աշխատանքի հիմնական արդյունքը ես եմ համարում, որ տարբեր մասնագիտության մարդիկ ունեցան հնարավորություն օբյեկտիվ այդ տեղեկատվությանը ծանոթանալու ու արդեն մասնագիտական իրանց ասպեկտներով խորանալու։ Հարցս հետևյալին է վերաբերում, որ հաշվի առնելով հայ ազգի նկատմամբ վերաբերմունքը դարերով, նաև ժամանակակից, նաև այդ կեղծարարության հետ կապված, ես կարդացել եմ, որ շումերական այդ վկայություններում Արատայի բնակչության վերաբերյալ, այնտեղ կարծիք կար, որ հարևան երկրների ժողովուրդները չէին սիրում Արատայի բնակչությանը։ Ես համարում եմ կողմնակի ապացույց, որ հայ էին։ Եվ ես կներեք, ես հարցի շարունակությունը շատ կարևոր է, կուզենամ, որ հնչեցնեք։ Աստղագիտական պատկերացումների էվոլյուցիան մարդկության, ճանաչելով, տարօրինակ է մի քիչ կուզենայի ձեր կարծիքը իմանալ Արատայի բնակչության շումերների այդ աստղագիտական գիտելիքների աղբյուրի մասին։ Շատ հետաքրքիր։ 2 հարց եղավ, պատասխանեմ։ Ուրեմն ինչ վերաբերում է նրան, որ Արատայի ժողովրդին կամ արատացիներին չեն սիրել կամ առանձնահատուկ հակակրանք ա եղել, ես չգիտեմ դուք որտեղ եք դա կարդացել, տենց բան չկա, ընդհակառակ, բոլորը առանձնահատուկ ակնածանքով, խոնարհումով, Արատան իրանց համար բան է։ Միշտ այդ եմ ասում, ոնց որ Հովհաննես Թումանյանի ոսկի քաղաքը, երազային ինչ որ բան է։ Ուզում ասեմ Արատայի նկատմամբ
նույնիսկ Արատայից շատ ու շատ հետո, նույնիսկ ասում եմ 13-րդ, 12-րդ դար մթա, բանաստեղծություններ են գրել, ասորերեն, բան, այդ հիշատակը, Արատան, որ արդեն պատկերացվում էր, ինչ-որ երազային դրախտի պես բան էր դա պատկերացվում։ Եվ ի ժողովուրդներ սրբազան ժողովուրդ, հա, ընտրյալ ազգ, հա, իրանք էին գրում, որ սա ընտրյալ ազգ է դե ապրող, այսինքն նման վերաբերմունք բացասական չի եղել, նույնիսկ այս հակամարտության մեջ, որ մենք տեսնում ենք, թե Արատա Ուրուկի տիրակալը, որ հակամարտությունա բանը հասնում է պատերազմի, բանա ներվերի պատերազմա եւ այլն, բայց նույնիսկ այդ պարագայում ինքը շատ մեծ հարգանքով է խոսում Արատայի ժողովրդի եւ տիրակալի հետ։ Ավելին ինքն ասում եմ անդադ երթում պատառալու, թե ես արատացի եմ։ Տղեկ, այսինքն բան չկա տենց։ Այս դա եթե ինչ որ մեկը գրել է, դա թյուրիմացության արդյունք է։ Շումերական կինա, նայեք ինտերնետում կա։ Հա, այդ ուրեմն ինտերնետի հերթական բան խառնակիչներ, ինտերնետի խառնակիչներից են այդ։ Երկրորդը ինչ վերաբերում է աստղագիտությանը, Հարց կա հետո։ Աստղագիտությունը այնտեղ մենք տեսնում ենք, որ պատրաստի կա, ինչպես ամեն ինչը, բարձա որ այդ նախապատմությունը ստեղ է եղել, Հայաստանի տարածքում է եղել, իրանց շումերները իրանց նախահայրենիքում այդ ամեն ինչը ունեցել են, դե հիմի էլ որ հայերը գնան միտեղ, հիմի գնում են Վլադիվոստոկ հայկական եկեղեցի է սարքում, խաչքար են դնում, նրանք էլ գնացել են այնտեղ իրանց նույն տաճարը, իրանց Վլադիվոստոկի այդ նույն բաները սա արել են այնտեղ։ Այսինքն նույն մարդիկերն իրանց նույն բանը պետք է անեն։ Հաջա։ Ահա, այո, մայր երկիրն ու իրանից ծնվածը։ Ինչ վերաբերում է աստղագիտությանը, բարեբախտաբար, նույնիսկ այն ժամանակ, երբ որ շումերերենը արդեն դուրս էր եկած, իբրև գրային համակարգ, շրջանառությունից դուրս էր եկած, ամբողջ Միջագետքի բոլոր աղբյուրներում, երբ որ աստղային տերմին էին գրում, համաստեղության անուն պետք է գրեին, մոլորակի անուն պետք է, շումերերեն էին գրում։ Ու ոնց որ այսօր գիտության մեջ ընդունված է, որ լատիներեն գրենք, թյուրիմացություն չլինի, այդ միջազգային գիտության լեզուն շարունակում էր շումերերենը մնալ։ Դրա համար ընդհանուր մինչև 6-րդ դար մթա, մենք ունենք շումերերեն գրած աստղագիտական տերմիններ, որը մեզ, այսինքն շատ լավ նյութ է պահպանված։ Հա։ Նույն բանը գաղափարագրերով է գրած եւ դա շատ մեզ օգնում է։ Շատ լավ նյութը պահպանվել է այդ իմաստով։ Այսքան է։ Վերջը Ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն։ Հա, մենք էլ փորձարկենք, ապեք։